Աշխատակազմին շատ ծանրաբեռն եք, ասեմ ինչ ասեմ, նախքին հասկանանք ինչա։ Միքայել Մինասյանի դեմ անձնական բնույթի հոդվածներ չգրելու համար հայ փոստը պայմանագիր է կնքել հայկական ժամանակի հետ, բեզվազրատ թերթը ընդունելու։ Բայց մի բան ասեմ էլի, լավ անում Նիկոլ Փաշինյանը։ Այդ խմբագիրով կհասկանան ինչա, անվերադարձ, բայց լավ անում Նիկոլ Փաշինյանը։ Այն բոլոր նախկին պաշտոնյաները, որ ժամանակին իրանց դեմ չգրելու համար խելոք համաձայնվել է Նիկոլ Փաշինյանի հետ ու այսօր ձեն չեն հանում 1000 տեսակ պատճառով, դրա համար էլ կարողանում ասել ծրարներից խոսա։ Բայց ասածս դա չի, գիտեք, ստեղ կարակ այդ մինչև ելույթ եք ունենում հայ առաքելական եկեղեցու մաքրության այդ հոդվածը չէի կարդացել։ 20-ական թվականներ բոլշևիկները աղանդավորական շարժում են սարքում, որպեսզի եկեղեցին մաքրել, զտել, դարձնել իսկական քրիստոնեական տաճարներ, որտեղից ամեն սիրուն բառեր։ Տիկին Արփինե Սարգսյան ջան, իրար լավ աշխատանքային հարաբերություն ենք։ Այստեղ որ այդ հեզասա ելույթ եք ունենում, դեկտեմբերի 25-ից մի քանի հատ հարց եմ ուղարկել ներքին գործերի նախարարություն։ Հարցրել եմ, թե այդ ոստիկանները, քրեական ոստիկանության բարձրաստիճան ոստիկան, օրինակ Արտուր Զաքարյան, ինչ գործ ուներ եպիսկոպոսների ուղեկցելու գործով, թե քրեական գործ է։ Դուք կարաք շատ սիրուն խոսեք, ժողովուրդ, բայց ամբողջ երկրով տերոր է ենթարկում Նիկոլ Փաշինյան, ոստիկանություն, ԱԱԾ, հասել են այնտեղ, որ երեք Մասյատոթը թեմի տերհայրը ստիպված է հայտարարություն արել, այսօր նորից ասել է, որ արտաքին ճնշման ազդեցության տակ եմ արել հայտարարություն, ինչքան է սիրուն խոսեք, վաղը այդ ամեն ինչը պարզվելու է, ամբողջ ԱԱԾ-ն դուք զբաղացրել եք եկեղեցի դեմ պայքարով, ինչքան էլ Հարցին կպատասխանի Մանուկյան, անջատած է վարչախոս։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան հարցի համար։ Այդ որ ասում եք բեզվազվրատ թերթը վերցել են, նախ Հայաստանի Հանրապետությունում եղել է թերթի վաճառքի 1-2 համակարգ, այսինքն դու կամ պետքա վաճառեիր, կամ չպետքա, ընդ որում օրենքով պարտավորություններ ունեցել, որ պետքա վաճառեն։ Հիմա ես ասեմ, գնացեք հաշվապահությունով հանեք, թե այդ ընկերությունները հայկական ժամանակ թերթը բեզվազվրատ վաճառելու արդյունքում ինչքան շահույթ են ստացել, որովհետև հայկական ժամանակ թերթը եղել է պահանջված ապրանք, կոմերցիոն պայմանագիր է, այդ միշիկը, եթե դա այդ հայփոստի հետևում միշիկն է եղել, ուրեմն ոչ թե իրանք են մեզ փող տվել, ես եմ իրանց փող տվել։ Այսինքն իրանց հնարավորություն եմ տվել, որ մեր արտադրած որակյալ ապրանքը վաճառեն եւ խեղճեր 2 կոպեկ ստանան, որ դուք կապ չունեք, որովհետեւ ձեր տպած թերթը ոնց որ մնացել է պահեստներում, նենց էլ դուք պարզ է որ կապ չունեք, որովհետեւ դուք պետք է դուք 90-ականներից հետո կոնկրետ ձեր խմբագրած թերթից օրը 30 հատ կարող է կամ վաճառվեր կամ չվաճառվեր։ Իհարկե դուք կապ չունեք։ Դուք ոչ մի բանի հետ կապ չունեք։ Պարոն Եղոյան